Կաթ, մածուն, կարագ վայրկյանների ընթացքում արագ արտադրվում եւ փաթեթավորվում է։ Կաթնամթերք արտադրող այս ընկերությունը 2025 թվականին պետությունից մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել։ 2025 թվին մեզ տվել են 4 միլիարդի հումքի ներմուծման արտոնություն, որի արտոնությունը կազմել է 750 միլիոն, ձեռք ենք բերել սարքավորումներ մոտ 1 միլիարդի, ավելացրել ենք մոտ 60 աշխատատեղ եւ դրանով ստացել ենք մթերքներ եւ արտահանել ենք այլ երկրներ եւ տեղական շուկա։ Գործընթացը բավականին պարզ էր, շեշտում է գործարարը։ Դիմել են էկոնոմիկայի նախարարություն, համապատասխանել են ծրագրով նախանշված պահանջներին եւ ստացել արտոնությունը։ Արտոնությունը դա ավելի շատ մեզ թույլ է տալի այդ չմուծված մաքսատուրքը մենք ներդնենք մեր գործարանի մեջ, ձեռք բերենք նոր սարքավորումներ, նոր շուկաներ փնտրենք, նոր աշխատատեղեր բացենք, մրցակցային առումով նոր հնարավորություններ է տալիս եւ տեղի շուկայում եւ դրսի շուկայում։ Ընկերությունը նաև արտահանում է իրականացնում դեպի Միացյալ Նահանգներ եւ Վրաստան։ Այժմ դիտարկում են արաբական շուկա մտնելու հնարավորությունները։ Այս տարի եւս պատրաստ ենք դիմել խնդրելով կառավարության արտոնության իրավունք։ Պետությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերին, ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից սարքավորումներ կամ հումք ձեռք բերելու համար։ 2025-ի 67 ծրագրի համար արտոնություն է տրամադրվել։ Ծրագրերով նախատեսված է ներդնել 243 միլիարդ դրամ։ Արտոնության չափը շուրջ 39 միլիարդ դրամ է։ Դրան զուգահեռ ընկերությունները նաև 3405 նոր աշխատատեղ են ստեղծել կամ ստեղծելու։ Մենք այլ պարագայում պետք է այդ ամբողջ գումարը փոխանցեինք ԵԱՏՄ բյուջե եւ հետ ստանայինք մոտավորապես 450 միլիոն դրամ, մնացածը կմնար ԵԱՏՄ երկրներում, այսինքն 38.5 միլիարդ դրամը երկրից դուրս կգար գնար ԵԱՏՄ երկրներ, բայց այս ծրագրի միջոցով մենք ամբողջ 39 միլիարդ դրամը թողել ենք Հայաստանի Հանրապետությունում, որը նպաստել է մեր տնտեսության զարգացմանը եւ մեր տնտեսության մեջ հարկերի ստեղծմանը, իսկ եթե դիտարկենք 22 թվականի հունվարից մինչեւ 25 թվականի առաջին կիսամյակ, ապա այդ թիվը 195.3 միլիարդ դրամ եւ եթե պատկերավոր ասենք մոտավորապես 200 միլիարդ դրամ եւ այդ պարագայում կստացվի, որ այդ ամբողջ 200 միլիարդ դրամը երկրից ուղղակի դուրս կգա, մենք այս ծրագրի միջոցով մենք պահել ենք երկրում եւ այդ նաեւ դրա միջոցով ստեղծվել է մեր գնահատմամբ շուրջ 36700 աշխատատեղ։ Գևորգ Պապոյանի խոսքով այս հնարավորությունից օգտվում են ԵԱՏՄ բոլոր երկրները։ Սա տնտեսվարողների համար ամենաշահավետ ծրագրերից է։ Հայաստանում գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, առողջապահության, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի ոլորտի բազմաթիվ ընկերություններ իրենց ներդրումների միայնական մասը չէին անի, եթե այս ծրագիրը չլիներ։ Ծրագրի պահանջներին համապատասխանող բոլոր ընկերություններին արտոնություն տրամադրվում է, նշում է Գևորգ Պապոյանը, հավելելով, ընդդիմության հետ առնչվող ընկերությունները եւս դիմում եւ ստանում են։ Այդ թվում այսօրվա ընդդիմության ամենակարկառուն ներկայացուցիչների ընտանիքը այս ծրագրի շահառուն է, որտեղ որևէ խնդիր չկա, բոլորին էլ տրամադրում ենք։ Մաքսատուրքից ազատման արտոնությունն ազդում է ոչ միայն բիզնեսի, այլև քաղաքացիների վրա։ Ասենք օրինակ բժշկության ոլորտում, որտեղ բազմաթիվ առողջապահական կազմակերպություններ օգտվել են մեր այս ծրագրից։ Ինքը գնացել է օրինակ Գերմանիայից բերել է սարքավորում։ Դրա համար պետք է մաքսատուրք վճարի։ Այդ մաքսատուրքը, երբ որ ես իրենից չեմ վերցնում եւ չեմ ուղարկում օրինակ ԵԱՏՄ երկրներ, այլ թողում եմ իրեն։ Այդ բերում է նրան, որ այդ սարքավորման ժամանակ օրինակ ընդհանրենք ինչ-որ բան պիտի ինքը վաճառել ինչ-որ ծառայություն 45000 դրամով, վաճառում է այդ ծառայությունը 40000 դրամով մեր քաղաքացուն։ Պատկերացրեցիք, որտեղ ինքը մրցունակությունը իր ավելանում է։ Իսկ այդ փողը մնացել է մեր քաղաքացու գրպանը, մենակ այդ բիզնեսինը չի։ Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ 2026 թվականին ծրագրի արդյունքներն ավելի լավը կարող են լինել, քանի որ արդեն հունվարին դիմումներ ընդունող վարչությունը գերծանրաբեռնված է։ Նիկոլայ Ավետիսյան, Արման Թովմասյան, լուրեր։